Սերժ Սարգսյան, Դիանա Գասպարյան, Սեյրան Օհանյան, Հովիկ Աբրահամյան, Սամվել Կարապետյան եւ այլք։ Նրանք բոլորը 2025-ին հայտնվեցին իրավապահների ուշադրության կենտրոնում։ Հրապարակվեցին աղմկահարույց տեսագրություններ եւ ձայնագրություններ։ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ սկանդալների կենտրոնում հայտնվեցին հոգեվորականներ։ Ֆակտոր TV-ն ներկայացնում է 2025 թվականին քրեական քրոնիկոնում հայտնված դեմքերն ու դեպքերը։ Դիզվառելիքի գործով 2024-ին արդարացված Սերժ Սարգսյանը 2025-ին ներգրավեց երկու նոր գործով։ Մարտին նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցվեց միանգամից 23 դրվագ առանձնապես խոշոր չափերով յուրացման կամ վատման, ինչպես նաև պաշտոնական դիրքն օգտագործելով առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման հատկանիշներով։ Այն իշխանությունը, այն կառավարիչները, ովքեր 3 անգամ մեծացրել են եռաբլուրը, ինձ մեղադրում են փորձում են մեղադրել եռաբլուրի հողերը վաճառելու մեջ։ Արդեն նոյեմբերին նոր մեղադրանք առաջադրվեց առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու հոդվածով։ Սերժ Սարգսյանն այս պահին ազատության մեջ է։ Հունիսին քրեական հետապնդում սկսվեց միլիարդատեր գործարար Սամվել Կարապետյանի նկատմամբ։ Ես միշտ եղել եմ հայոց եկեղեցու կողքին ու հայ ժողովրդի կողքին, ունենալու եմ անմիջական մասնակցություն, եթե չհաջողվի քաղաքական գործիչներին, ուրեմն մենք էլ մեր ձևով ենք մասնակցելու այդ ամեն ինչին։ Վերջին արտահայտության համար Կարապետյանին մեղադրանք առաջադրվեց իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչի հոդվածով։ Նա մնում է կալանքի տակ, զուգահեռ նոր մեղադրանքներ են առաջադրվում փողերի լվացման, հարկեր չվճարելու հոդվածների հատկանիշներով։ Գործը նախաքննության փուլում է։ Փաշինյան մայրաթոր գնալով թեժացող հեռակահակամարտությանը զուգահեռ բարձրաստիճան հոգևորականներին վերագրվող մի շարք ձայնագրություններ եւ տեսագրություններ հրապարակվեցին։ Ահաբեկչության եւ իշխանության յուրացման հոդվածներով մեղադրյալի աթոռին հայտնվեց Բագրատ arczepiskopos Գալստանյանը եւ եւս 17 անձ։ Գալստանյանի շուրջ աղմուկը չէր հանդարտվել, երբ եւս մեկ հոգևորական մեղադրյալի աթոռին հայտնվեց։ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել arczepiskopos Աջապահյանին մեղադրանք առաջադրվեց իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր անելու հոդվածի հատկանիշով։ Իշխանություն փոխելու ընդամենը ես 3 ճանապարհ գիտեմ։ Դուք եթե 4-րդը գիտեք, ասեք։ Այսօր անդրություն, իբր թե կամ իբր թե ընդրություն կամ ընդրություն։ Երկրորդը հեղաշրջում, երրորդը ժողովրդական ապստամբություն։ Ուրիշ կա։ Ընդամենը 10 նիստով դատարանը վճռեց Աջապահյանին 2 տարով ազատազրկել։ Օրինական հավաքներին խոչընդոտելու կամ հարկադրելու եւ ընտրական իրավունքը խոչընդոտելու հոդվածի հատկանիշներով կալանքի տակ է Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պրոշյանը։ Կարգալույց հռչակված քահանա Ստեփան Ասատրյանը հարցազրույցի ժամանակ ասել էր, թե իրեն պարտադրել են մասնակցել քաղաքական ուժերից մեկի նախընտրական հանրահավաքին։ Իսկ մայրաթորի դիվանապետ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանին վերագրվող ինտիմ տեսանյութեր հայտնվեցին սոցցանցերում, եւ մինչ փորձակնություններ ընթանում պարզելու, թե ով է տեսագրություններով երևացող անձը, ով է տեսախցիկ դրել եւ համացանցներ բեռնել, զուգահեռ հոգեվորականին առաջադրվեց մեղադրանք։ Հիմքում 7 տարի առաջ կաթողիկոսի հեռացման պահանջով բողոքի ակցիայի ժամանակ նրան վերագրվող դրվագն է։ Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ թմրամիջոց ապօրինի իրացնելը հանդիսադիր վայրում։ Այս գործով հոգեվորականը կալանավորվեց։ Հունիսին ձերբակալվեց նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը։ Նրան վերագրվեց փողերի լվացման, պաշտոնյական լիազորությունները չարաշահելու եւ ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու մի քանի դրվագ։ Մեղադրանք են առաջարկում, որ ես առաջադրում, որ այդ համաձայն չեմ, իրականության հետ աղերս չունի։ Աբրահամյանի նկատմամբ սկզբում կիրառվեց տնային կալանք, հետո այն փոխվեց վարչական վերահսկողություն խափանման միջոցով։ Մայիսի 15-ին հրաժարական ներկայացրեց Վաղաշապատի համայնքապետ Դիանա Գասպարյանը, ասաց ցանկանում է իրեն նվիրել ընտանեկան հանգիստ կյանքին։ Այս հայտարարությունից 2 ամիս անց հայտնի դարձավ, որ նրան մեղադրանք է առաջադրվել։ Գործն առնչվում է ապօրինի շինարարության շուրջ նրա ընտանիքի հետ կապվող սկանդալին։ Ես թույլտվություն ինչի պետք է չտա։
Տևական ժամանակ լրությունից հետո հակակոռուպցիոն կոմիտեն տարեվերջին մանրամասներ հայտնեց գործից։ Ըստ իրավապահների, Գասպարյանը ամուսնու Սկեսրայրի ու Սկեսուրի օգնությամբ չարաշահել է իշխանական եւ ծառայողական լիազորությունները, վնաս հասցնելով պետության եւ համայնքի շահերին, իսկ նրա եւ մերձավորների գործողություններում արձանագրվել է առանձնապես խոշոր չափերի փողերի լվացում։ Գործն ուղարկվել է դատարան։ 2025-ին 5 պատգամավոր զրկվեց անձեռնմխելիությունից։ Մարտին ընդդիմադիր 2 պատգամավորի հարցով Աննա Վարդապետյանի եկավ ազգային ժողով։ Նախկին ԿՊԱ-ական Աղազարյանին վերաբերվող միջնորդության հիմքում դատախազը դրել էր ոչխարների արտահանումը կազմակերպելու համար $200,000 ապօրինի վարձատրության պահանջին, ինչպես նաև գործարարից $23,000 կաշառքի ստացմանը վերաբերվող մեղադրանքը։ Իսկ Տարոն Մարգարյանին առնչվող քրեական գործը վերաբերում է 2 դպրոցի եւ 1 մանկապարտեզի տարածքներն ապօրինաբար օտարելուն, պաշտոնյական դիրքը չարաշահելուն եւ փողերի լվացմանը։ $300,000 կաշառք։ Հայաստանում այդքան ոչխար չկա։ 4 ամիս անց Աննա Վարդապետյանը կրկին ազգային ժողովում էր, այս անգամ Հայաստան խմբակցության պատգամավորներ Սերյան Օհանյանի եւ Արծվիկ Մինասյանի հարցով։ Միջնորդությունները վերաբերում էին նույն գործին։ Ըստ դատախազի Օհանյանը մեղադրվում է պաշտոնյական լիազորությունները չարաշահելու, կաշառք ստանալու, փողերի լվացման, հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելու համար, իսկ Մինասյանը պաշտոնական դիրքն օգտագործել է ծառայողական շահերին հակառակ, կատարելով առանձնապես ծանր հանցագործություն, մասնավորապես նրա գործողության արդյունքում հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացվել է։ Գլխավոր դատախազին կամ ճիշտ չեն զեկուցել, կամ ինքը պատշաճ ուսումնասիրություն չի իրականացրել։ Մեկ օր անց Աննա Վարդապետյանի միջնորդության հետևանքով մանդատից զրկվեց նույն խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանը։ Նրան մեղադրանք առաջադրվեց ահաբեկչություն նախապատրաստելու, իշխանությունը զավթելու հոդվածներով։ Մեղադրանքը վերաբերում է Բագրատ arczepiskopos Գալստանյանի գործին։ Արդեն ամեն ինչ որոշված է, ամեն ինչ հստակ է, կալանավորման որոշումն էլ կա, անձեռնմխելիությունն էլ կա։ Սարգսյանը չսխալվեց, զրկվեց ինչպես անձեռնմխելիությունից, այնպես էլ ազատությունից։ Գործն այսօր դատարանում է։ Տարին բավական լարված անցավ Գյումրիում։ Ապրիլին համայնքի ղեկավար ընտրված Վարդան Ղուկասյանն իրավապահների տեսադաշտում հայտնվեց հոկտեմբերին եւ 1 ամսվա ընթացքում միանգամից 3 մեղադրանք վաստակեց։ Հոկտեմբերին համայնքապետարանը շրջափակվեց ԱԱԾ աշխատակիցների կողմից, իսկ ժամեր անց Ղուկասյանը ձերբակալվեց։ Գաղտնալսման ձայնագրություն հրապարակվեց եւ նա մեղադրվեց 4 միլիոն դրամի չափով կաշառք պահանջելու համար։ Օրեր անց նրան նոր մեղադրանք առաջադրվեց, այս անգամ ինքնիշխանությունից հրաժարվելուն ուղղված հրապարակային կոչ անելու հոդվածով։ Այո, ես իմ ցանկությունն է դա, որ միություն կազմենք, ոնց որ ամբողջ Եվրոպան է միություն կազմում։ Երրորդ մեղադրանքը դատական նիստերի դահլիճում Ղուկասյանի եւ նրա որդու Սպարտակի հայհոյախառն արտահայտություններին է առնչվում։ Նրանք երկուսն էլ այսօր կալանավորված են։ Անցնող տարում երկրորդ անգամ մեղադրյալի աթոռին հայտնվեց էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոփյանը, ավելի քան 10 տարվա վաղեմություն ունեցող գործով։ Պաշտոնական լիազորությունները չարաշահելու հոդվածով դատարանի առաջ կանգնած նախկին նախարարն այսօր նաև մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման եւ հանցավոր կազմակերպությանը մասնակցելու հոդվածների հատկանիշներով։ Քերոփյանն ազատության մեջ է։ Դատարանը մերժեց նրան կալանավորելու միջնորդությունը։ 2025-ին եւս բարձրաստիճան մի շարք զինվորականներ հայտնվեցին իրավապահների թիրախում։ Ապրիլին գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանի մեղադրանք առաջադրվեց պաշտոնյական անփութության համար, որն առաջացրել է խոշոր չափերի գույքային վնաս կամ այլ ծանր հետևանք։ Գործը վերաբերում է Ռուսաստանից 4 միլիարդ դրամի անպիտան ռազմամթերքի մատակարարմանը։ Տարեսկզբին ռազմական դրության ժամանակ զինվորական պաշտոնյական անփութության մեղադրանք առաջադրվեց գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանին։ Նա սկզբում կալանավորվեց, ապա գրավի դիմաց ազատ արձակվեց։ Արդեն տարեվերջին կաշառք տալու եւ պատերազմի ժամանակ իշխանազանցության ու իշխանությունը չարաշահելու հոդվածներով նոր մեղադրանք առաջադրվեց 3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար Գրիգորի Խաչատուրովին։ Նրա մասով հայտարարվեց միջպետական հետախուզում։ Ապրիլի վերջին նոր Նորքի թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանը հայտնվեց սկանդալի կենտրոնում։ Նա հենց տեսախցիկների առաջ բռունցքներով հարվածեց ակտիվիստ Արթուր Չախոյանին։ Ավելի ուշ նա հրաժարականի դիմում գրեց, գործի նախաքննությունն այս պահին ավարտված է։ 2025-ին հրաժարական ներկայացրեց նաև Շենգավիթ համայնքի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը։ Մամուլում տեղեկություններ հայտնվեցին, որ Մկրտչյանն իշխող կուսակցության Շենգավիթի տարածքային կառույցի ղեկավար Տիգրան Մակարյանին խմբով ծեծի է ենթարկել։ Նա կալանքի տակ մնաց 2 ամիս, ինչից հետո խափանման միջոցը փոխվեց տնային կալանքով։
Քրեական այս գործերով հիմնական զարգացումները սպասվում են 2026-ին։ Գործերի մեծ մասը կարող է հասնել դատարան, իսկ մեղադրյալները կնստեն արդեն ամբաստանյալի աթոռին։